Ստամբուլի Բալատ թաղամասի Սուրբ Հրեշտակապետ հայկական եկեղեցու գլխավոր մուտքի դռանը և պատերին ռասիստական բնույթի գրություններ են արվել։ Մասնավորապես անհայտ անձիկ անգլերենով գրել են «Սա ձեր վերջն է»։ Այդ մասին Սուրբ Հրեշտակապետ հայկական եկեղեցու կառավարման խորհրդից տեղեկացրել են Պոլսո հայոց պատրիարքությանն ու շրջանի ոստիկանությանը։ Եկեղեցու կառավարման խորհրդի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Մեր ամենամեծ ցանկությունը նման դեպքերի կրկնության բացառելն է ու մեղավորներին պատժելը»։ Թուրքիայում որոշել են վերականգնել Դիարբեքիրի Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին։ 4 տարի առաջ Քրդստանի աշխատավորական կուսակցության ահաբեկիչների հարձակման հետևանքով վնասված Դիարբեքիրի Սուրի շրջանում գտնվող հայկական և ասորական եկեղեցիները պետության միջոցներով կվերակառուցվեն, հաղորդում է պետական լրատվի համարում ունեցող Անադոլու գործակալությունը։ 2011 թվականին վերաբացված և Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին համարվող Սուրբ Կիրակոսը մեծ հարված էր ստացել Քրդստանի աշխատավորական կուսակցության ու Թուրքիայի զինված ուժերի միջև բախումներում։ Ահաբեկչական Քրդստանի աշխատավորական կուսակցությունը կրոնական հոգևոր արժեքների նկատմամբ հարգանք չի ցուցաբերում և հարձակվելով մեծ վնաս է հասցրել ու ավերածության պատճառ դարձել, ասել է Սուրի շրջանի ղեկավար Չիվչին։ Թուրքական պաշտոնական շրջանակները վերջի տարիների ընթացքում շրջանառում են այն տեսակետը, որ հենց ՊԿԿ-ն Քրդստանի աշխատավորական կուսակցությունն է առանց խտրության ավիրում թե եկեղեցիները, թե մզկիթները։ Կա նաև հակառակ տեսակետը։ Թուրքական զինված ուժերն են վնասել Սուրբ Կիրակոս եկեղեցին և մյուս հարակից կառույցները ու դրանում մեղադրում են քրդական ուժերին։ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու բացումը մեծ ազդեցություն ունեցավ թե Տիգրանակերտի, թե շրջակա գավառներում մնացած հայության բեկորների համար, դառնալով վերազարթոնքի և ինքնության բացահայտման խթան։ 15 ամիս բանտում գտնվող Անադոլու Քյուլթուր կազմակերպության ղեկավար Օսման Քավալային և 15 այլ մարդու մեղադրանք է ներկայացվել Թուրքիայի Հանրապետության կառավարությանը տապալելու փորձի համար։ Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից պատրաստված մեղադրականում ասվում է, որ նրանք կազմակերպել են Գեզի այգու խռովությունը։ Թուրքական իշխանամերձ մամուլում Քավալային կոչում են հենց Գեզիի ֆինանսավորող, Գեզիի ցույցերի կազմակերպիչ, Կարմիր Սորոս և այլն։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը վերին աստիճանի մտահոգ է ներկայացված մեղադրանքով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության փոխխոսնակ Ռոբերտ Պալադինոն հայտարարել է, որ խոսքի ազատության ու խաղաղ հավաքներ իրականացնելու իրավունքը յուրաքանչյուր առողջ ժողովրդավարության հիմքն է։ Հորդորում ենք Թուրքիային հարգել այս ազատությունները և ազատ արձակել կամայականորեն ձերբակալվածներին, ասված է հայտարարության մեջ։ Իսկ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միատովիչը անընդունելի է համարում Քավալային և խմբին հասցեագրվող մեղադրականը։ Օսման Քավալայի ձերբակալությունը մեծ հարված է Թուրքիայի քաղաքացիական հասարակությանը։ Քավալան Թուրքիայի քաղաքացիական հասարակության ամենաակնառու դեմքերից է, պայքարում է Թուրքիայի ժողովրդավարացման և մշակութային բազմազանության համար։ Նրա հիմնադրած Իլեթիշիմ հրատարակչությունը տպագրել է հայկական թեմայով հարուստ գրականություն։ Թուրքիայի ազգային մեծ ժողովում փետրվարի 21-ին Մայրենիի օրվա կապակցությամբ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության падգամավոր Կարո Փայլյանը հայերեն, նույն կուսակցությունից Ֆաթմա Քուրթուլյանը քրդերեն, իսկ Ժողովրդահանրապետական կուսակցության падգամավոր Մեհմեդ Բեքարօղլուն լազերեն է խոսել։ Մեջլիսի սղագրություններում լազերեն, հայերեն ու քրդերեն ելույթները տեղ չեն գտել։ Կարո Փայլյանն ասել է. «Այսօր Մայրենի լեզվի օրն է։ Ցավոք, խորհրդարանը միջոցներ չի ձեռնարկում լեզուների պաշտպանության համար։ Իմ մայրենին արևմտահայերենն է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդգրկել է անհետացող լեզուների շարքում։ Ուզում եմ իմ ուղերձը հղել հենց անհետացման եզրին գտնվող արևմտահայերենով»։ Մայրենին խաղաղություն է, մայրենին արդարություն է, մայրենին հավասարություն է, մայրենին ինքնություն է, բադիվիթ է։ Իսկ լազ падգամավորն ասել է, որ Թուրքիայում 36 լեզու կա, որոնցից 20-ը կամաց մահանում են։ Նա հարց է բարձրացրել. ինչու է մահանում իմ մայրենի լեզուն։ Իսկ քուրդ падգամավորն իր խոսքում ասել է, որ Թուրքիան պետք է լինի ոչ թե լեզուների բանտն ու գերեզմանը, այլ լեզուների պարտեզը։ Խանդղա նանաշի նենաշին դղարեն, քիանա նանաշի նենա, միլլետիս թելլիս